Անրու լրատվականին հասած հավաստի տեղեկություններով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Անրու լրատվականը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք զինամթերք եւ սպառազինությունը թշնամուն հանձնելուն։ Հիշեցնենք, որ մեդիա հարթակներում վաղուց շրջանառվում էր տեղեկությունն առայն, որ Սամվել Շահրամանյանին կալանավորելու են առաջիկայում։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ գործընթացներ են զարգանում Շահրամանյանի շուրջ։ Անրու լրատվական այս առիթով կապ հաստատեց Շահրամանյանի փաստաբան Ռոման Գերիցյանի հետ, պարզելու թե ինչ մեղադրանքի շրջանակներում է հարցաքննվել Արցախի նախագահը եւ ինչ սպասել այդ ինտենսիվ հարցաքննությունից։ Փաստաբանը հրաժարվեց խոսել գործի մանրամասներից եւ պատասխանել հարցերին, միայն տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել եւ նա հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով։ Անրու լրատվականը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզեց, որ վերը հիշատակված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև այլանձիկ, այդ թվում եւ Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։ Սա ենթադրել է տալիս, որ գուցե հենց նրա դիմումի հիման վրա էլ հարուցվել է վարույթը, որի շրջանակներում 5-6 անգամ արդեն Արցախի նախագահին հրավիրել են քննչական կոմիտե։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։